Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի կառավարություն, 2016 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է կարևոր մի շարք առաջարկություններ, որոնք ուղղված են մասնավորապես սահմանային անվտանգության բարձրացմանը, առկա սպառազինության վերանորոգմանը և արդիականացմանը, զինվորական ծառայության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, զինծառայողների սոցիալական ապահովության բարելավմանը և ոլորտային այլ առաջնահերթությունների արդյունավետ իրականացմանը։ Ընդ որում առաջարկությունների մի զգալի մաս ներկայացվել է պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։ Իհարկե ցանկալի կլիներ, որպեսզի կառավարության լիազորած անձինք մինչև հանձնաժողովի առաջարկությունների վերաբերյալ վերջնական դիրքորոշում ներկայացնելը նախնական քննարկումներ անցկացնեին հանձնաժողովի հետ։ Տարբեր հարթակներում հաճախ է ընդգծվում պաշտպանության և անվտանգության ոլորտների հույժ կարևորությունը և այս ոլորտներում ավելի մեծ հատկացումներ իրականացնելու անհրաժեշտությունը։ Պետք է նշեմ, որ թեև հենց այս դահլիճում պաշտպանության, անվտանգության և ոստիկանության ոլորտների վերաբերյալ ընդդիմադիր դաշտից երբեմն հնչում են մտահոգություններ, սակայն գործնականում դրանք հնչեցնող քաղաքական ուժերը և պատգամավորները բավարար չափով հետևողականություն չեն ցուցաբերում բարձրացված մտահոգությունները համատեղ քննարկելու, առաջարկությունները ձևակերպելու և դրանք հասցեականորեն ուղղելու առումով։ Ուսումնասիրելով բյուջեի նախագծի ամփոփաթերթը կարող ենք փաստել, որ ընդդիմության կողմից ներկայացվել է պաշտպանության ոլորտի ծախսերին վերաբերող ընդամենը 2 առաջարկություն։ Այժմ թույլ տվեք անդրադառնալ բյուջեի նախագծին այս կամ այն չափով առնչվող մի քանի հարցադրումների, որոնք հնչել են բյուջետային քննարկումների ժամանակ։ Նշեմ, որ հանձնաժողովում ուսումնասիրվել է պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկությունը 40 սահմանամերձ գյուղերում ռազմականացված բնակավայրեր ստեղծելու վերաբերյալ։ Ուսումնասիրության արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ տվյալ պահին և նույնիսկ հակառակորդի ավելի ինտենսիվ գործողությունների պարագայում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությանը զինելու նպատակահարմարություն և անհրաժեշտություն չկա հետևյալ պատճառաբանությամբ։ Առաջին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը արդյունավետ իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները, լիարժեք ապահովելով ինչպես սահմանամերձ բնակավայրերի սահմանների, այնպես էլ այդ բնակավայրերի բնակչության անվտանգությունը, ինչը բացառում է հակառակորդի ներթափանցումները բնակավայրեր։ Այս պայմաններում դիվերսիոն ներթափանցումների սպառնալիքը գնահատելով որպես նվազագույն, ցածր կարելի է գնահատել նաև քաղաքացիական բնակչությանը ինքնաձիգեր տրամադրելու նպատակահարմարությունը։ Երկրորդ, ինչպես գիտեք, այսօր զինված ուժերի համալրումն իրականացվում է նաև պայմանագրային հիմունքներով, ինչի արդյունքում սահմանամերձ որոշ բնակավայրերի բնակչությունն արդեն ակտիվ ներգրավված է իրենց բնակավայրերի անվտանգության ապահովման և պաշտպանության գործում, համատեղելով իրենց ծառայությունը քաղաքացիական կյանքի հետ։ Բացի այդ, ներկայումս Պաշտպանության նախարարությունում մշակվում են պաշտպանության կազմակերպման նոր մեխանիզմներ և մոդելներ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ օգտագործելու մարդկային ռեսուրսները։ Խոսքը ոչ թե բնակչությանը զինելու, այլ զինվորական ծառայության ավելի արդյունավետ համակարգի մշակման մասին է։ Երրորդ, ինչպես ցույց տվեցին սեպտեմբերյան իրադարձությունները և հետևելով հակառակորդի նախորդ գործողություններին, կարող ենք փաստել, որ սպառնալիքը խաղաղ բնակչության դեմ պայմանավորված է հիմնականում հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի զենքի կիրառմամբ, այսինքն բնակչության զինումը ինքնաձիգերով չի բարձրացնում նրանց անվտանգությունը։ Այն պայմաններում, երբ հենակետում կանգնած զինծառայողների թիվը բավարար է, իսկ հակառակորդը կիրառում է խոշոր տրամաչափի և հեռահար զինատեսակներ, անհրաժեշտ են այլ մոտեցումներ, ռազմատեխնիկական և անվտանգային տարրերի խելամիտ համակցման։ Սահմանամերձ բնակավայրերի անվտանգության բարձրացման գործում բավականին կարևոր է բնակչության դերակատարումը, սակայն դերակատարումը պետք է դիտարկել տարածքային պաշտպանության համակարգի ներքո։ Տարածքային պաշտպանության պարագայում բնակավայրի ուժերը թեև գտնվում են զինված ուժերի հրամանատարության ներքո, սակայն գործառույթների բնույթից ելնելով
փոխգործակցություն իրականացվում է քաղաքացիական մարմինների միջոցով։ Այսինքն տարածքային պաշտպանության ուժերը կապող օղակ են կանոնավոր զինված ուժերի եւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման միջև։ Չորրորդ, ինչ վերաբերում է պատերազմական պայմաններում սահմանամերձ բնակավայրերում պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ապա մենք ունենք ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենք, համաձայն որի Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում, ինչպես նաև կարող է հայտարարվել ընդհանուր կամ մասնակի զորահավաք։ Ցանկանում եմ անդրադառնալ նաև բյուջետային քննարկումների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած վիճակագրական տվյալներին, որոնք վերաբերում էին ճանապարհատրանսպորտային պատահարներին եւ դրանց արդյունքում տուժած անձանց։ Նախ պետք է նշեմ, որ պատգամավորի կողմից ներկայացվել են համապետական տվյալներ, մինչդեռ ին ներկայացրած դիտարկումները վերաբերում էին Երևան քաղաքին, քանի որ տեսանկարանող սարքերը տեղադրվել են բացառապես Երևան քաղաքում։ Երկրորդ, սկսած 2012 թվականից Երևան քաղաքում տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի ներդրման արդյունքում զգալիորեն նվազել են մահվան ելքով եւ ծանր մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարները։ Համեմատության համար նշեմ, որ 2011 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է մահվան ելքով 92 ճանապարհատրանսպորտային պատահար, մինչդեռ 2012 եւ 13 թվականներին համապատասխանաբար 63 եւ 61։ Ինչպես տեսնում ենք, այստեղ չի կարող խոսք գնալ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժածների թվի 17% աճի մասին, ինչպես պնդում էր պատգամավորը, այլ կարող ենք փաստել, որ Երևան քաղաքում տեսանկարահանող եւ լուսանկարանող սարքերի ներդրման արդյունքում 32.6%-ով նվազել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը։ Երրորդ, վիճակագրական տվյալների հիման վրա համապատասխան եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ հանգամանքներ եւ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման գործընթացում տեսանկարահանող եւ լուսանկարանող սարքերի ազդեցության օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ է համադրել կոնկրետ տարածքում մինչ նշված սարքերի տեղադրումը եւ դրանց տեղադրումից հետո արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թվերը։ Ամփոփելով ելույթս, ցանկանում եմ կրկին կոչ անել բյուջետային քննարկումների առանցքային մասնակիցներին, պատգամավորներին, խմբակցություններին եւ կառավարությանը պատրաստական լինել առավել կառուցողական քննարկումներ ունենալու, ինչպես բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունների ձևակերպման եւ հանձնաժողովներում դրանց համակողմանի քննարկման, այնպես էլ արդեն իսկ ներկայացված առաջարկությունները բյուջեի վերջնական տարբերակում ներառելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք հիմա ընդմիջենք մեր աշխատանքը 30 րոպե ընդմիջում եւ ընդմիջումից հետո կշարունակենք բյուջեի քննարկումը հանձնաժողովների նախագահների ելույթներով։